Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, եթերում Ազատ շփումն է։ Ես հասկանում եմ, որ վերջին օրերին անընդհատ եկեղեցու ներսում կատարվող իրավիճակներից ենք խոսում եւ ստվերվում են շատ կարեւոր իրադարձություններ, այդ թվում նույնպես։ Այնուամենայնիվ թույլ տվեք հաղորդման այս սկզբնահատվածում մի երկու խոսքով անդրադառնալ, որովհետեւ առաջարկվել է Հայաստանից առաքելական Սուրբ եկեղեցու ճանապարհային քարտեզը Կտրիչ Ներսիսյանի հեռացումից հետո բնականաբար առաջարկողը Նիկոլ Փաշինյանն է, որը որ նաև քննարկումների ենթակա է դարձել, միջայլոց շատ հետաքրքիր է, որ այս քննարկումներին մասնակցում են որպեսզի այն տպավորությունը, որ ընդդիմությունը փորձում է ստեղծել, թե իբր իշխանություններն են Կտրիչ Ներսիսյանի դեմ կամ եկեղեցու դեմ, ասեմ, որ հենց այս քննարկումներն էլ ցույց են տալիս ճիշտ հակառակը եւ քաղաքական ընդդիմություն կոչեցրելը լավ կանի գնա հանգստի Կտրիչի փեշի հետեւից բանա, որովհետեւ հենց իրենց ներկայությամբ է, որ եկեղեցին եւ իրենց գործոնով պայմանավորված, որ եկեղեցին ամբողջովին քաղաքականացված է, ինչից հանրությունը պիտի օր առաջ ազատվի։ Ուրեմն, եկեղեցին պիտի նորոգվի եւ ամեն ինչից վեր իր դիրքով ներկայանա դարձյալ հանրությանը, որովհետեւ բարոյական սկզբունքները չափազանց կարեւոր են, նաեւ անվտանգային հարցեր են ներառում այդ ամեն ինչը իր մեջ։ Ուրեմն, Հայաստանից առաքելական Սուրբ եկեղեցու նորոգման ճանապարհային քարտեզ Կտրիչ Ներսիսյանի հեռացումից հետո կաթողիկոսական տեղապահի ընտրություն Հայաստանից առաքելական Սուրբ եկեղեցում գործող մեխանիզմների տրամաբանությամբ, այսինքն ոչ մի ուրիշ բան, ինչպես որ ընդունված է, այդ մեխանիզմների տրամաբանությամբ պիտի տեղապահի ընտրություն լինի, ոչ թե նոր կաթողիկոս, այլ տեղապահ, ով պիտի սկսի գործունեություն ծավալել, որպեսզի ստեղծի միջավայր նորմալ կաթողիկոսների առաջադրման եւ ընտրությունների հետ կապված։ Հայաստանից առաքելական Սուրբ եկեղեցու կանոնագրքի ընդունում, կանոնագիրքը պետք է Հայաստանից առաքելական Սուրբ եկեղեցու կանոնագրքի ընդունում, այսա պիտի հենց տեղապահը անի, այդ միջավայր, որ ասում ենք, ստեղծել, այ միջավայրը այդ մեխանիզմներն են ենթադրում։ Կանոնագիրքը պետք է անդրադառնա Ա. Հայաստանից առաքելական Սուրբ եկեղեցու հոգեվորականի բարեվարքության կանոններին եւ դրանց ապահովման երաշխիքներին։ Բ. Հայաստանից առաքելական Սուրբ եկեղեցու ֆինանսական թափանցիկությունը եւ դրա ապահովման երաշխիքներին։ Գ. Հայաստանից առաքելական Սուրբ եկեղեցու ապաքաղաքական լինելու անհրաժեշտությանը եւ դրա ապահովման երաշխիքներին։ Դ. Հայաստանից առաքելական Սուրբ եկեղեցու գործունեության համապատասխանությանը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությանը եւ դրա ապահովման երաշխիքներին, Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը իր հերթին կնախատեսի երաշխիքներ, որ Հայաստանից առաքելական Սուրբ եկեղեցու գործունեությունից գոյացած եւ պետական բյուջե վճարած հարկերը եւ տուրքերը ամբողջությամբ կվերադարձվեն Հայաստանից առաքելական Սուրբ եկեղեցուն։ Այստեղ գուցե հարց առաջանա, լավ, ինչի են վերցնում, եթե պիտի հետ տան։ Թափանցիկությունը ապահովելու համար պետականորեն։ Ե. Հոգևոր ծառայողների սոցիալական երաշխիքներին եւ դրանց ապահովման երաշխիքներին, այնպես որ հոգևոր ծառայողները կൂട്ടակային կենսաթոշակային համակարգից, եկամտային հարկի վերադարձից, սոցիալական կրեդիտներից, առողջապահության համընդհանուր ապահովագրությունից լիարժեք օգտվելու հնարավորություն ստանան։ Ներկայումս հոգևոր ծառայողները հիմնականում չեն օգտվում այդ համակարգերից վարձատրության արձանագրված համակարգ չունենալու պատճառով։ Այ չէ թափանցիկությունը ինչի է բերում։ Եվ այստեղ պիտի մտածելու բան ունենք բոլոր քահանաները, բոլոր եկեղեցականները։ Դուք պետության քաղաքացի եք։ Այո, ձեր կյանքը դրել եք եկեղեցուն, ծառայելու ձեր հոտին, բայց դուք պետության քաղաքացիներ եք, ձեր պաշտպանվածությունը պետության կողմից պիտի երաշխավորված լինի։ Հասկանում եք։ Առողջական պաշտպանվածության մասին կլինի, թե կենսաթոշակային մասով կլինի, ինչ որ կլինի, բայց քանի որ չկա թափանցիկությունը, ինչի առումով դուք այսպես թե այնպես տուժված եք, դա չի ստացվում անել։ Երրորդ. ամենայն հայոց կաթողիկոսի ընտրություններ համաձայն նոր կանոնագրքի։ Երբ որ կանոնագրքում այս ամեն ինչը
կդրվեն իրենց տեղերը, այս մեխանիզմներ, ու սա պիտի վաղուց արված լիներ, ասեմ ձեզ Ժողովուրդ ջան, շատ վաղուց, անգամ գուցե դարերի խորքից պիտի կատարելագործելով եկած լինեին այս մեր եկեղեցու կանոնագիրքը պետության հետ հարաբերությունների մասին չի։ Այդ կանոնագրքի մեջ շատ վեհ բաներ կան, բայց այնքան խառն են կիրառում, այնքան խառը, անգամ իրեն գլուխ չեն հանում։ Այդ դրա համար ամեն անգամ այնպիսի բաներ են մեջ բերում, որ կասկածելի է լինում, այսինքն եթե դու այս նորմն ես առաջարկում, ինքդ պիտի այդ նորմի կրողը լինես։ Բայց ստացվում է, որ երբ որ ժամանակահատվածին ուզեն կանդրադառնան, ըստ այդմ կդատեն, կդնեն, կվերցնեն, այսինքն կաթողիկոսը մոնոպոլիստ է, այնելա ինչ ձևի մոնոպոլիստ էլի։ Հետգրություն, կանոնագիրքը քննարկում եւ ընդունում է նման իրավասություն ունեցող եկեղեցական մարմինը։ Տեղապահի միջնորդության դեպքում կառավարությունը խորհրդատվական աջակցություն կցուցաբերի կանոնագրքի նախագծի մշակման աշխատանքներին։ Կառավարությունը իր աջակցությունն էլ հայտնում, ասում է լավ, մենք հասկանում ենք, որ դուք այնքան չեք արել, որ կարող է այնքան էլ լավ չհասկանաք, թե ինչա պետք անել։ Եվ այդ ամեն ինչում, եթե ինչ-որ բան չստացվի, հանգիստ կարող եք դիմել, մենք մասնագիտական մեր աջակցությունը ձեզ կտանք։ Հետագայի համար, սերունդների համար լավ բան թող լինի։ Սա շատ լրջագույն առաջարկ է եկեղեցուն, որը որ եթե եկեղեցին չցանկանա ընդունել, ապա ինքը դրանով սենց ամրագրում է, որ ինքը առհասարակ ոչ եկեղեցու մասին, ոչ պետության մասին, ինքը ինչ-որ մի հատ բան է, հենց բան բառով, չգիտեմ, մի հատ բան է, դենց մտել է մեր իրականություն ու կապրիզներ անում, դրանով քանդելով մեր հավատքը, մեր հույսը, մեր սերը, մեր փոխադարձ շփումները եւ պետությունը, ինչ որ մտել է մի հատ էլ այդտեղ, էլի։ Ասես մի հատ ворթ է, բայց մենք հո գիտենք, որ դա այդպես չի, ու բնականաբար այս առաջարկը կարծում եմ շատ շատերին կամ խելամիտ մարդկանց համար ընդունելի կլինի։ Հիմա ամենասկզբում ասացի, որ հանրային լուրջ քննարկումների առարկա է դարձել, ես ճիշտ եմ, որ հանրություն ասելով ես նկատի չունեմ, որ նրանք ովքեր սատարում են ներկայիս իշխանություններին եւ այլն։ Այո, խորհրդարանական շատ ընդդիմադիր ուժեր նույնպես սատարում են այս գաղափարներին, որովհետեւ բոլորն են հասկանում, որ չի կարող Կտրիչ Ներսիսյանը շարունակել մնալ կաթողիկոս, նա առհասարակ ի սկզբանե կաթողիկոս չի եղել եւ առանձին վերցրած, որքան էլ որ ընդդիմադիր լինեն, առանձին վերցրած պաշտպանում են այս գաղափարը։ Եվ ես հաղորդումներից մեկի ժամանակ ասել եմ, որ ես իմ աչքով եմ տեսել մարդկանց, ովքեր որ սուր քննադատում են իշխանություններին եւ ունեն բավականին ընդդիմադիր կեցվածք, շատ հնարավոր է 26 թվականին նրանք մասնակցեն ընտրություններին, բայց այս մասով եկել եւ կանգնել են եկեղեցու կողքին, ոչ թե Փաշինյանի կողքին։ Այո, Փաշինյանը գուցե առաջնորդում է դա։ Գուցե Փաշինյանը, գիտեք, կազմակերպչական առումով բոլորը չեն կարող կազմակերպել, չէ՞։ Որոշակի կազմակերպչական խումբ է պետք լինում ստեղծել եւ մարդիկ, ովքեր որ բավականին ինֆորմացված կլինեն եւ այլն։ Իսկ ի՞նչն է վատ, երբ որ պետության ղեկավարն է զբաղված դրանով։ Ի՞նչն է վատ։ Լավ, կար մեկը, որ կարող էր զբաղվել, ով էր խանգարում։ Ով էր խանգարում։ Այսինքն մեր քաղաքական պատկերացումները, ինչ վերաբերվում է եկեղեցուն, պետք է դրվեն մի կողմ։ Հիմա, խնդրեմ մի նյութ ընթերցեմ ձեզ համար, ի հաստատումն իմ ասացի։ Ուշացած, բայց շատ անհրաժեշտ, այսպես արձագանքեց իրավապաշտպան Քրիստ Հովսեփյանը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկին եկեղեցու նորոգման ճանապարհային քարտեզի վերաբերյալ։ Քրիստ Հովսեփյանը ամբողջովին ընդդիմադիր կեցվածք ունի։ Ամբողջովին։ Ընդդիմադիր, բայց ոչ թե նրանց հետ է։ Չեմ։ Բայց այս իմաստով համաձայն է։ Գիտեք, դիմադիր, նաև ժամանակի հետ են տարանջատվում։ Այսինքն լինում են որոշ հարցեր, որ սկսում են որոշակի ջրբաժան առաջացնել, հա, հակասություններ առաջացնել, եւ այս հակասությունները երբ որ շատանում են, մարդը ասում է, ուրեմն ես կլինեմ ընդդիմադիր քո դիրքերին, բայց այն ինչը որ պետության շահին է, բոլորը պիտի ծառայեն պետության շահին։
Նշենք, որ հիշյալ ճանապարհային քարտեզն ունի իրագործման իր ճանապարհային քարտեզը։ Պետք է կյանքի կոչվի Գարեգին Բեի հեռացումից հետո։ Առաջարկների փաթեթը ներառում է մասնավորապես եկեղեցու նոր կանոնագրքի ընդունումը, որը պետք է անդրադառնա հոգևորականի բարեվարկության կանոններին, եկեղեցու ֆինանսական թափանցիկությանը, ապա քաղաքական լինելու անհրաժեշտությանը եւ դրա ապահովման երաշխիքներին։ Առաջարկում է նաեւ ամենայն հայոց կաթողիկոսի ընտրություններ համաձայն նոր կանոնագրքի։ Դե սա արդեն ընթերցեցի։ Քրիստ Հովսեփյանը նշեց, որ եկեղեցու նոր կանոնագրքի ընդունումը, որը պետք է ազդարարի եկեղեցու նոր սկզբի մասին, առավել քան հրատապ է։ Դրա անհրաժեշտությունը չափազանց զգացվում էր այն շրջանում, երբ որոշ եկեղեցականներ սկսեցին զբաղվել քաղաքականությամբ, խախտելով սահմանադրական արգելքը։ Եկեղեցին այսօր ունի քաղաքական դիրքորոշում եւ ակնհայտորեն ընդդիմադիր։ Եկեղեցականներն էլ ինքնըստինքյան դարձել են քաղաքական գործիչներ։ Նշեց մեր զրուցակիցը, հավելելով, թե ինչ-որ հոգևորական ուզում է զբաղվել քաղաքականությամբ, ապա դրա համար կա հստակ սահմանված կարգ, ձևավորում ես քաղաքական կուսակցություն, քո հոգևոր կարգավիճակը դադարեցնում ես եւ հանգիստ դառնում ես քաղաքական գործիչ։ Մեր երկրում քաղաքականությամբ զբաղվելու որևէ արգելք չկա։ Իդեպ մի կարևոր նրբություն էլ այս համատեքստում։ Եկեղեցական գործունեության դադարեցման մասով։ Երբ Բագրատ Գալստյանյանը 24-ին որոշեց մտնել քաղաքականություն ու սրբազան շարժում ղեկավարել, ազդարարեց իր եկեղեցական գործունեությունը իբրև թե սառեցնելու մասին։ Մինչդեռ եկեղեցական կանոնագրքում սառեցում կանոնակարգ նախատեսված չէ, կա եկեղեցական գործունեության կասեցում։ Սա պետք է հստակ ֆիքսվի քաղաքականություն մտնել պատրաստվող հոգևորականների համար։ Այլապես կստացվի, որ X հոգևորականը սառեցնելով իր գործունեությունը ակնկալում է, որ քաղաքականության մեջ չհաջողելու դեպքում կարող է նորից հետ գալ ու զբաղվել հոգևոր ծառայությամբ։ Սա արդեն լուրջ չէ։ Իրավապաշտպանն այս համատեքստում նկատեց նաև, որ մասնավորապես եկեղեցու թիվ 1 հոգևորականը Գարեգին Բ-ն ընդգծված քաղաքական դիրքորոշում ունի, որը նաև պարբերաբար արտահայտում է ոչ միայն անձամբ, այլ նաև իդեմս Մայր Աթոռի անունից հանդես եկող հոգևորականների՝ Միքայել arczepiskopos Աճապահյան, Վազգեն arczepiskopos Գալստանյան եւ այլք։ Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որն ունի սահմանադրական բոլոր իրավունքները, այդ թվում ընտրելու, քաղաքական դիրքորոշում ունենալու քաղաքական դիրքորոշում որպես քաղաքացի, որն ունի սահմանադրական բոլոր իրավունքները, այդ թվում ընտրելու, քաղաքական դիրքորոշում ունենալը բնական է ու նորմալ, բայց երբ քաղաքական դիրքորոշում է արտահայտում անձը, որը բարձրաստիճան հոգևորական է, ավելին ամենայն հայոց կաթողիկոսը, ոչ։ Կաթողիկոսը այո, թող իր քաղաքացիական կամքը կատարի, իր քաղաքական դիրքորոշումը հայտնի իր ընտրախցիկում, բայց ոչ բացահայտ ու ակնհայտ։ Հիշենք, վերջերս հրապարակվեցին կադրեր, որոնք վկայում էին, որ 21 թվականի ազգային ժողովի ընտրությունների նախընտրական շրջանում Մայր Աթոռում փակցված են եղել Հայաստան դաշինքի լոգոները։ Սա ինչ է, ոմանք Մայր Աթոռը նախընտրական շտաբի հետ են շփոթել։ Եկեղեցին ըստ մեր զրուցակցի պետք է իսպառ զերծ լինի քաղաքականությունից, առավել եւս որևէ քաղաքական ուժի ձեռքի գործիքը դառնալուց կամ այդ ուժի քաղաքական շահերը սպասարկելուց։ Իդեպ նկատենք, որ 2 տարի առաջ Հայաստանի Հանրապետության վարչապետը շոշափելով եկեղեցու քաղաքականությամբ զբաղվելու թեման մասնավորապես նշել էր. Մեր սկզբունքն այն է, որ եկեղեցու հետ հարաբերությունները պետք է լինեն իրավական, օրինական, ՀՀ սահմանադրության եւ օրենսդրության շրջանակներում, բայց կա նաեւ հետեւյալ հանգամանքը. եթե եկեղեցին ուզում է քաղաքական գործունեություն ծավալել, Հայաստանը ժողովրդավար երկիր է, կարող է նաև քաղաքական գործունեություն ծավալել։ Ոչ մի բան չի խանգարում, որ կուսակցություն ստեղծեն ու դրա շրջանակներում նաև քաղաքական գործունեություն ծավալեն, ինչը կարծում եմ ավելի ազնիվ կլինի եւ ընտրողների առաջ եւ քաղաքական մրցակիցների հետ էլ կլինեն նույն հարթության վրա, բայց եկեղեցին չի կարող բարձր լինել պետությունից, չի կարող։ Քրիստ Հովսեփյանը համաձայն է նաև կառավարության կողմից եկեղեցու ֆինանսական հոսքերը կառավարելու գործիք ունենալուն։ Որպես իրավաբան պետք է շեշտեմ, պետությունը պետք է ունենալ լծակ կառավարելու եկեղեցու ֆինանսական հոսքերը, բայց ոչ վերահսկելու։ Պետությունը պետք է կանխարգելիչ
ոչ թե պատժիժ գործառույթներ իրականացնի։ Իդեպ եկեղեցուն հարկային դաշտ բերելու եկեղեցականների կողմից հայտարարագրեր ներկայացնելու անհրաժեշտության հարցը ժամանակ առ ժամանակ օրակարգ է բերվել տարբեր ժամանակներում։ Դեռ նախկին իշխանության օրոք, մասնավորապես նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն էր հարցը բարձրացրել, ի մասնավորի առաջարկելով յուրաքանչյուր տարվա սկզբին հասեն հայ առաքելական Սուրբ եկեղեցին, մյուս քրիստոնեական եկեղեցիներն ու կրոնական կազմակերպությունները պետք է հրապարակեն նախորդ տարվա ֆինանսական հաշվետվությունն ու հաշվեկշիռը։ Չի կարող հայ ժողովրդի հոգևոր հոր կարգավիճակին հավակնող այնպիսի կառույցի, ինչպիսին Հասեն է, 100%-ով գտնվել ստվերում։ Հասեի տնտեսական շրջանառությունը կազմում է հնարավոր 3.5%-ը կամ ՀՀ ստվերային տնտեսության 8%-ը։ Հասեի, ինչպես նաև մյուս քրիստոնեական եկեղեցիների ու կրոնական կազմակերպությունների գործունեությունը, նրանց ունեցվածքը պետք է հարկվեն, բացառություններ չպետք է լինեն, բացի մոմերի վաճառքից ստացվող եկամուտներից, մասնավորապես նշել էր նախկին վարչապետը։ Մեր հարցին Նիկոլ Փաշինյանի վերոհիշյալ առաջարկներն ըմբռնման կարժանանան Մայրաթորի կողմից Հովսեփյանը պատասխանեց. «Սա դրական արձագանք կգտնի այն հոգևորականների կողմից, ովքեր իրապես ծառայում են հայ եկեղեցուն ու իրենց առաքելությունն իրականացրել են հավուր պատշաճի, չխախտելով եկեղեցու կանոնական օրենքները։ Իսկ այն հոգևորականները, որոնց ուղին խոտոր անմաքուր է եղել, այժմ էլ վեղարի ներքո քաղաքականությամբ զբաղվելու հավակնություններ ունեն, ըստ մեր զրուցակցի adekvat չի ընկալվելու։ Այս կանոնագիրքն ընդունելու դեպքում ի դեպ եկեղեցականներն ավելի պաշտպանված են լինելու, քանի որ ունենալու են գործունեության հստակ սահմանված երաշխիքներ։ Դրա ընդունումը հետևաբար բխում է բացառապես եկեղեցու շահերից։ Համոզված եմ, սակայն, որ ընդդիմությունը սույն առաջարկը նսեմացնելու գործին է լծվելու ու էժանակին շահարկումների է տրվելու, կառուցողական առաջարկը ներկայացնելով բացասական քողի ներքո, ինչպես օրինակ եկեղեցիներում Հայաստանի Հանրապետության օրհներգը հնչեցնելու վարչապետի առաջարկն էր, որը նույնպես շատ adekvat առաջարկ է եւ որին ի դեպ կողմ եմ նաեւ ես, Հեղինե Մանուկյան։ Իմիջայլոց ես ասեմ, տեսեք, ընդդիմադիր մարդ է, ով ասում է, որ այո, այս ամեն ինչը շատ լավ է, մի փոքր ուշացած է, այստեղ քննադատում եմ, բայց ինքը անհրաժեշտություն է, որովհետև պետության մասին է եւ մեր եկեղեցու մասին է։ Սա ամենաշահեկան առաջարկն է, որտեղ շահում է պետությունը, շահում է եկեղեցին, շահում է քաղաքացին։ Ինչի է դեմ մի կողմը, ոչ ոք չի հասկանում։ Իսկ ինչ առաջարկ ունի մյուս կողմը, սա նույնպես չգիտենք։ Բայց նաև արտահայտվում է, որ Փաշինյանը իմիջիայլոց մեկնաբանությունների դաշտում էլ ես տեսա, նախորդ հաղորդման մեր հետևորդներից այդ հարցը ինձ ուղղել էին, թե ես ինչպես եմ վերաբերվում, որ եկեղեցիներում օրներ կհնչի, իմ անձնական սուբյեկտիվ կարծիքը ես հիմա կներկայացնեմ։ Տեսեք, այստեղ Քրիստոֆ Սեփյանը ասում է, որ ինքը կողմ է, որ եկեղեցիներում հնչի լինելով ընդդիմադիր Փաշինյանին կողմ է, որ եկեղեցիներում հնչի բանը Հայաստանի Հանրապետության օրհներգը պատարագից 5 րոպե առաջ 10:55, այսինքն սկզբում մի հատ օրհներգը, հետո 11-ին սկսվի պատարագը։ Ես իմ կարծիքը հետևյալն է, ես պարոն Փաշինյանի էջում էլ, երբ որ ինքը հրապարակել էր, ես այնտեղ գրել եմ, որ ես դեմ եմ։ Օրհներգի մասով դեմ եմ, բացատրությունը Նիկոլ Փաշինյանի ինձ այդքան էլ չմտափոխեց, իհարկե կարելի է չէ մտափոխվել, օրինակ, երբ որ դու քո կարծիքն ես ասում, դիմացին իր կարծիքն է ասում, հետո սկսում եք բանանել քննարկումները ու հնարավոր է կարծիքների փոփոխություն։ Ես ի սկզբանե ես չեմ համարում, որ դա լավ որոշում է կամ լավ առաջարկ է, ամեն դեպքում առաջարկ է, իհարկե ես պետության մեռած մարդ եմ, այսպես ասեմ, ու ամեն ինչի մեջ պետության շահն եմ փորձում գտնել ու դրանով եմ նայում այս կամ այն որոշումը, բայց եկեղեցու պարագայում այս մասով դեմ իմիջայլոց 3 առաջի օրը ես YouTube-յանի մեջով առաջարկ էի արել, որ այ բանը չէ, հիմնը չէ, բայց կարելի է դրոշներ լինեն մեր առաքելական եկեղեցիների բակում մեր երկրի դրոշը լինի, որովհետև ես ինքս աշխարհի շատ երկրներում եղել եմ ու տեսել եմ բոլոր եկեղեցիների վրա, անգամ որը ինչական եկեղեցի է այդ երկրի դրոշը կա, ասենք Ամերիկայում ուկրաինական եկեղեցի է, Ուկրաինայի եւ Միացյալ Նահանգների դրոշներն են, կամ
ամերիկյան ինչ-որ եկեղեցի, միևնույն է իրենց դրոշը կա եւ գոյություն ունի։ Սա ես առաջարկել է, ինչը որ օրինակ Փաշինյանը երեք ասաց, որ թե դրոշի արկայության մասով առաջարկում, թե օրհներքի։ Ես օրհներքի մասով թույլ տվեք ասել, իմ սուբյեկտիվ կարծիքն է, որ ես համաձայն չեմ, որովհետեւ այն բացատրությունն էլ, որ պարոն Փաշինյանը տվեց, շատ լավ բացատրություն էր, բայց կարծում եմ այստեղ իրավական դաշտը եկեղեցու հետ միևնույնն է ճիշտ չի լինի։ Ներեցեք, սա իմ սուբյեկտիվ կարծիքն է։ Չեմ ցանկանա շատ դետալների հետ մեջ մանրանալ, իմիջայլոց հետաքրքիր բացատրություն տվեց պարոն Բաբաջանյանը։ Կառաջարկեմ նրա բացատրությունը լսել, թե նա ինչու է դեմ, հետաքրքիր է։ Այն նրա բացատրությունը շատ ավելի կոնցեպտուալ է, որովհետև ինքը նաև եկեղեցական է եղել, կարողանում էր ճիշտ ներկայացնել իր ասածը։ Ես չեմ պատկերացնում դա, որովհետև եկեղեցին ամեն դեպքում անջատ է պետությունից։ Իհարկե, նա նույնպես ուզից չուզի հասարակության հետ շփվողն է եւ հասարակության որակական հատկանիշները վերաբերում են կոնկրետ պետությանը եւ նրա անվտանգությանը, բայց այդ մասով ոչ, որովհետեւ Հայաստանի Հանրապետության պետական օրհներքը ողջ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներինն է, այնտեղ կան այլազգի փոքրամասնություններ, չէ, ովքեր քրիստոնյա չեն կամ առաքելական եկեղեցու հետևորդ չեն, բոլորինն է դա, մեր պետությունը բոլոր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներինն է, աթեիստներ կան եւ այլն եւ այլն, իսկ եկեղեցին հոգեվոր աշխարհ է ու պիտի մնա իր հոգեվորի մեջ, ես այսպես եմ կարծում, կարճ դադար մեր եթերում։ Վերադառնանք սիրելի հեռուստադիտողներ, ուրեմն տարածվեց այսպիսի հաղորդագրություն, ապօրինի կալանավորված հոգևոր հայրերի համար աղոտ կբարձրացվի առ Աստված։ Ով է որոշել, որ ապօրինի են կալանավորված, դուք։ Ձեր ուղեղի բջիջների աշխատանքը վաղուց տեսել ենք, ինչ պասիվ են։ Եվ երկրորդ, այդ ձեր գնահատականները մի հատ ձեզ պահեք։ Երկրորդ, եթե առհասարակ, որովհետև կալանավորված են ձեր եղբայրները հանցագործ, դրա համար եք աղոթք բարձրացնում առ Աստված, ապա ինձ մոտ հարց է առաջանում։ Գիտեք, կալանավայրում կան մարդիկ, ովքեր այլ կալանավորներ, ովքեր համաձայն չեն, որ իրենք գործել են տվյալ հանցագործությունը, կամ համաձայն չեն, որ արդարացի դատավարությունը գնացել եւ իրենք նույնպես համարում են իրենց այդ կատարվողը ապօրինի, չեն ընդունում։ Հիմա հարց եմ բարձրացնում։ Եթե պիտի ըստ ձեր մեկնաբանության ապօրինի կալանավորվածների համար երկու սրբազանի համար աղոթք բարձրացնեք, ապա ինչի մյուսների համար չեք բարձրացնում։ Բոլոր կալանավորների համար էլ բարձրացեք աղոթք։ Աղոթք բարձրացեք, չէ՞ որ դուք չեք վստահում հայաստանյան իրավապահ մարմիններին, ճիշտ է, ապա ձեր մեկնաբանությամբ ստացվում է, որ Հայաստանի Հանրապետության բոլոր կալանավորներն էլ ապօրինի են։ Okay։ Հիմա հարց, ինչի այդ դեպքում բոլորի համար աղոթք չեք բարձրացնում։ Այնպես որ Կտրիշ Ներսիսյան, մեր կալանավոր աղբերների համար մի հատ։ Բայց ես չգիտեմ, մեր կալանավոր հայրենակիցները, ովքեր որ գտնվում են կալանավայրերում, ունեն ձեր աղոթքի կարիքը, թե ոչ։ Որովհետև իմ կարծիքով նրանք շատ ավելի լավ են պատկերացնում, թե այս ինչեր է կատարվում։ Լինելով մեկուսարանում նրանք ունենում են այնպիսի ժամանակ վերանայելու, ուսումնասիրելու, ավելի դետալային խորանալու, ավելի առարկայական խոսակցություններ վարելու, այնպես որ լավ կանեք, հեռու խաղաք։ Դուք գիտեք, այդ խոսքը լավն է, էլի ամեն տեղ օգտագործվում է։ Որ ասում է Քամին Մարակին ասում է դուրդ բաց դարման բերեմ, ասում է դու իմ դարմանը մի տար քո բերածը քեզ մնա։
Այնպես որ եկեք դուք ձեր անեծքներն ու նզովքները մի կիրառեք։ Ձեր աղոթքը ձեր մենա։ Չնայած կարող եք աղոթել ձեր հոգիների փրկության համար, այսքան կեղտոտություն սպասարկելուց հետո հայ ժողովրդին։ Ու մի թեմա էլ այս մասով մի նորություն էլ, եթե դա կարելի է նորություն համարել, ու անցնենք առաջ ժողովուրդ ջան։ Պարա TV-ն է հրապարակել Քոչարյանական Պարա TV-ն։ Նորին սուրբ օծություն Տեր Գարեգին ամենայն հայոց կաթողիկոսը իր հայրապետական օրհնությունն է փոխանցել ում գիտեք Հայ հեղափոխական դաշնակցությանը 135 ամյակի արդիվ մեր շատ ապաքաղաքական Կտրիշ Ներսիսյանը գտել է մի քաղաքական ուժ, ում տարեդարձը կարելի է շնորհավորել, հայրապետական օրհնությունը փոխանցել։ Մենք գոհունակությամբ հիշում ենք եւ ուզում ենք հիշատակել այս 135 տարիների ճանապարհի մեջ հայ հեղափոխական դաշնակցության կարևոր դերը։ Մի առաքելություն, որը սկսվել է 19-րդ դարի վերջին, անցել է ողջ դժվարին 20-րդ դարը եւ այսօր էլ իր առաքինության կարիք ունենք։ Հայը եղել է, կա ու կլինի, թող աշխարհն իմանա սա։ Տեր Նաթան arczepiskopos Հովանեսյան նա է ասել սա, փոխանցել է այդ օրհնություն։ Ես ծիծաղելի է գիտեք։ Սանց չգիտես որտեղից սկսես։ Դաշնակցությունը ով եկեղեցու հետ ունի այնքան առնչություն կամ քրիստոնեության կամ Աստծո հավատքի հետ ունի այնքան առնչություն ինչքան ես Ֆիգուրնի Կատանյայի հետ դաշնակցությունը ով 58 թվականին սրբազան էր գնդակահարում իրենց կուսակցական շահերին չենթարկվելու համար սա եկեղեցու դեմ արշավ չի եղել հո Պարզապես դուրները չի եկել, տղկծվել։ Դաշնակցությունը, որը երիտ թուրքերի հետ համագործակցել է, դաշնակցությունը, ով գողացել է առհասարակ դաշնակցություն բառը, ասեմ ոնց։ Իսկ սկզբանե ստեղծվել է հայ հեղափոխականների դաշնություն կամ դաշնակցություն։ Հեղափոխականների այսինքն տարբեր մարդիկ, ովքեր պայքարում են, որպեսզի Օսմանյան կայսրությունում հեղափոխություն լինի եւ հայ ժողովրդի խնդիրները նույնպես սկսեն լուծվել, որովհետեւ Թուրքիան ավելի զբաղված էր արևմտյան հատվածում դեպի Եվրոպա իր գործունեությունը Եվրոպայի աչքերին թոց փչելու համար, որ երևաբան իր բարեփոխումներն անում էր, իսկ Թուրքիայի արևելյան հատվածում, որը որ մեր արևմտյան Հայաստանի հատվածն է, ոչ մի բան չէր անում, այդտեղ ավելի շատ ապրում էին հայեր եւ քրդեր։ Հետո սկսեցին ճնշումներ եւ այլն, իհարկե ըմբոստությունից հետո էլի ճնշումներ գնալով ամեն ինչ ավելի մեծացավ։ Այստեղ ստացվեց, որոշում կայացվեց, որ այս բոլոր հայդուկապետերը, ֆիդայիները, կամավորները, գաղափարախոսները, էլիտան ստեղծագործողները եւ այլն մի հատ հավաքվեն, ստեղծեն մի հատ միավոր, որպեսզի ավելի համակարգված աշխատեն։ Այս միավորը կոչվեց հայ հեղափոխականների դաշնություն կամ դաշնակցություն, այսինքն դաշինք են կազմում այս մարդիկ, որ անկախ իրար հանդեպ ունեցած վերաբերմունքից այս գաղափարի շրջանակներում միասնական պիտի գործեն։ Հետո դա սկսեց քանդրտվել, որովհետև այնտեղ ներդրած անձնավորություններ կային բնականաբար, թե ցարական Ռուսաստանից, թե Օսմանյան կայսրությունից, օտար երկրների շահեր ներկայացնողներ, մի խոսքով, հետո այս իսկական հեղափոխականները իսկական գաղափարական մարդիկ հերթով դուրս եկան, ասում ինչ եք սարքել։
Ամեն մեկը մի պատճառով, մի թեմայով եւ այլն դուրս եկան, այն ինչ որ մնաց, դա դարձավ կուսակցություն հետագայում։ Բայց այս կուսակցությունը գրանցվել է Թիֆլիսում։ Ես չգիտեմ, մեր պետրեգիստրով անցած կա, թե չէ այս կուսակցությունը, պիտի որ անցած լինի։ Եթե մեր պետրեգիստրով անցել է, պիտի որ դա տեղի ունեցած լինի առնվազն Հայաստանի Հանրապետության անկախության ժամանակներից հետո, ոչ թե դրանից առաջ, խորհրդային միության շրջանակներում բացառվում է։ Ապա ես չեմ հասկանում ինչ նշանակում 135 տարի եւ դաշնակցություն։ Սա աղավաղման փորձ է իրականությունը։ Եվ երկրորդ, գիտեք այդ զգացմունքային արտահայտությունները, որ կարող է դրանով բոլորի դուրը գաք, դա շատ վատ բան է, որ զբաղված եք դրանով։ Դա հենց հուշում է ձեր ազդեցության գործակալ լինելը։ Աշխարհը թող իմանա, որ հայը կա ու կլինի, ինչ է սա։ Ինչ է սա, սա արդեն գիտեք ինչ։ Ինչի համար եք սա ասում։ Աշխարհը կա հայը կա ու կլինի, եթե կա պետականություն։ Եթե չկա պետական միավոր, մանավանդ ժամանակակից աշխարհում, շատ հեշտ է ուծացվելը։ Իմիջիայլոց ասեմ, մենք դարերի մեջ եղել են ժամանակներ, երբ որ բնականաբար ունեցել ենք պետականության կորուստ։ Եվ միայն ցեղասպանության դրսևորումը չի եղել, որ որոշել են մեզ վերացնեն, չէ։ Տարբեր իրավիճակներ են եղել, նաև խորհրդային միությունը ամբողջովին մեր ազգը եւ ոչ միայն մեր ազգը վերացնելու մասին էր, որովհետեւ տեսեք, եթե այն ժամանակ եթե չունենք պետականություն, բայց մեր լինելը պահպանում ենք, որովհետեւ մեր մշակույթը, մեր ավանդույթները շատ այնպիսին էին, որ մենք պիտի կապ ունենայինք, ասենք գերդաստաններով եւ այլն, հա, ամոթը, ամբուրը, չափերը, դիրքորոշումները եւ այլն, ընտանիքներում ընդունված բարգերը։ Ցավոք սրտի խորհրդային միության տարիներին ու դրանից հետո իսկ այս գլուխ հրեշների ժամանակահատվածում առավել եւս այդ ամեն ինչը կործանվեց։ Կործանվեց, այո, այս արտագաղթերը բան ինչի մասին են։ Իրարից կտրտելու մասին էին։ Բոլորին սս առանձնացրեց։ Եվ եթե այսօր հայերը հայտնվում են ինչ-որ վայրում, շատ հեշտությամբ 1-2 սերունդ հետո կարող են էլ չհիշել, որ հայ են։ Եվ արդեն նախադրյալները կան։ Կամ որ ասում եք հայը թող աշխարհն իմանա, լավ, աշխարհը, ասենք թե ֆռում ասում է, ասես աշխարհը պատտվում ասում է Նաթան ջան, Տեր Նաթան ջան, իմացանք, վերջ, դուք պիտի լինեք։ Հա, ոնց եք պատկերացնում։ Այս ապուշ արտահայտությունը։ Այսինքն ինչ աշխարհը չի ուզում, որ հայը լինի։ Աշխարհը չի ուզում, որ որևիցե մի ազգություն լինի։ Այս դեգրադացված ձևակերպումներով եք մարդկանց խաբել ու պահել, աշխատելով նրանց զգացմունքների վրա։ Ինչ արտահայտություն է։ Դուք գնացեք, տեսեք էլ ինչ կա գողանալու, այդ գողացեք, ինչ գործ ունեք, sense հին բաներ եք բերում, խինոր բաներ չկան ստեղծված։ Գնացեք դրանք գողացեք։ Գժի դարա։ Լավ, տեղափոխվենք դեպի դա մի բան եմ ընդամենը ուզում կարդալ։ Տեսեք, երբ Քոչարյան Ռոբերտի այս հարցազրույցին չեմ ուզում անդրադառնալ, որովհետև ոնց հասկանում եմ, այդ անձնավորության տված հարցազրույցը այնպես չի, որ որևիցե մեկին հուզել է ու հասարակությունը ոնց որ թե այնքան էլ հետաքրքրված չի ինչա խոսել, ինչ չէ, որովհետև դժվար է նոր բան խոսել ու նրանք ովքեր հիշում են Քոչարյանի տարիները շատ լավ գիտեն նա ով է, ինչացու է, ինչից առաջ է ու ինչից հետո է։ Բայց ամեն դեպքում Հասմիկ Հակոբյանի մի գրառումը պիտի կարդամ։ Փաստորեն Ռոբերտ Քոչարյանը գցել է ՌԴ նախագահ Պուտինին, արդարանալով
հայտնի գույք պարտքի դիմաց գործարքին նախորեն Քոչարյանն ասաց, որ ՌԴ-ին հանձնած գույքերը անպետք չգործող են եղել։ Որ ասում են քեզ գույք պարտքի դիմաց տվել, այդ 100 միլիոնի դիմաց ինչ ես ինչ կա չկա անել տվել, բայց դրանք պետքական չէին, բան։ Պետքական չէին, խիայինի վերցրել ու ջրել պարտքը։ Պետքական չէին ասում։ Խապելա Պուտինին, ուզում ասել։ Դե Պուտինն էլ միամիտ պարտքի դիմաց վերցրել է այդ Քոչարյանի ասած անիմաստ արժեք չունեցող գործարանները։ Իսկ իրականում ոչ միայն արժեքավոր, այլ նաև ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող օբյեկտները։ Հիշեցնեմ այդ գույքերը։ Հրազդանի ջեք, անպետք բան է եղել։ Հրազդանի ջեկը ում էր պետք։ Ում էր պետք, ոչ Քոչարյան։ Ռադարեք, միշտ դա պետք։ Երևանի Մարս գործարան, անկապ բան մի հատ, շատ անկապ, դրած ոտի տակ էր ընկնում, խանգարում էր։ Նյութաբանության գիտահետազոտական եւ արտադրական ձեռնարկություն ՓԲԸ։ Գիտահետազոտական, ինչ են կանում այ մարդ։ Անպետք բանա։ Երևանի կառավարման ավտոմատացված համակարգերի գիտահետազոտական ինստիտուտ ՓԲԸ։ Բայց ոնց է կարացել այսքան անպետք բան գտնի Հայաստանում, էլի։ Իսկականից, փաստորեն այդ պետք չի եղել ու տենց դրած է եղել, մենք էլ չենք իմացել տենց։ Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ ՓԲ։ Մի խոսքով այս մարդը գիտահետազոտական ոչ մի բանի հետ սեր չի ունեցել, համարել է անպետք բան։ Այս ամեն ինչը մեզ պետք չի եղել, ժողովուրդ ջան։ Սրանք ախմախ բաներ են եղել, անկապ տեղը այնտեղ գցած էին, ոտներից տակ էին ընկնում։ Շատ լավ արել, որ տվել է։ Բայց ստեղ մի բայց էլ կա, որը որ տերևս շատերը չգիտեն։ Գույքի հետ միասին հանձնվեցին նաև ընկերությունների հողատարածքները։ Իսկ դրանք հազարավոր քառակուսիներ են, հազարավոր։ ՌԴ-ն նաև իրավունք ստացավ այս ենթակառուցվածքները վերավաճառելու։ Ասենք թե թուրքերին, դաշնակներ ջան, Տեր-Նաթան, ու ենթադրենք թուրքերին, ինչ եք անելու, ինչ վեր եք կենալու ասեք, աշխար լեկեք, թուրը կաշեք ու Մոսկվան գրավեք, ինչ եք անելու, հայրենիքից, պետությունից, օտար երկրին հող տաս, ընդ որում երրորդ կողմին վաճառելու իրավունքով, այս ինչ հաշիվ է։ Դեռ Սամվել, Նարեկ Կարապետյաններն էլ բան, ասում են դե մենք ինչ կապ ունենք նրա հետ։ Մենք նոր ուժ ենք։ Շատ նոր, հենց նոր ենք ստեղծում այս ուժը, սենց գաղափարական ընկերներով գիթառ ենք նվագում կասկադի տակ, եւ որոշեցինք զրույցներից մեկի ընթացքում, որ մենք ունենք նույն պատկերացումները եւ պետք է Հայաստանի Հանրապետության ճակատագրի մասին մենք ընկերներով փորձենք հոգ տանել։ Հայթայթեցինք փոքրիկ միջոցներ, ամենասկզբում մենք ստիպված էինք լինում տրանսպորտով, ինչ-որ կերպ ավտոստոպով հասնել ակետից բեկետ, շփվել մարդկանց հետ, ներգրավել նոր երիտասարդ, ամբողջովին նոր ուժ։ Հոպարը, Սամվել Կարապետյանը, ինչքան էր, 200 միլիոն էր, ինչ էր։ Քոչարյանի կալանքի ազատման կալանքը խափանման միջոց փոխելու եւ ազատ արձակելու գրավն է տալիս դատարանին։ Կապ չունեն, ինչ կապ ունեն։ Բայց ու տեսել են մարդ, հա, դատվում, հա։ Լավություն են, բարեր արա, չէ։ Ասել է տվեք Քոչարյանի կալանքը որպես խափանման միջոց փոխեն այ մարդ։ Բացի այդ մենք նոր ուժ ենք ձևավորելու ապագայում։ Ոչինչ որ 44 օրյա պատերազմի ժամանակ մենք Ադրբեջանի ու Հայաստանի միջև բան դնենք, հավասարության նշաձող դնենք, նշան դնենք։ Ինչ կապ ունի որ նոր ուժ ենք, բա պիտի անենք։ Նենց բաներ պետք է անենք, որ ոչ ոք չի անում։ Հայրը Սերժ Սարգսյանի աշխատակազմում չէ, մենք կապ չունենք։
Ինչ կապ ունենք։ Հետո ինչ որ papan ընդեղ ա եղել։ Ինչ կապ ունի։ Ոչ մի կապ էլ չունենք մենք։ Մենք ամբողջովին նոր ուժ ենք, գալիս ենք գործարաններ կառուցելու։ Հա, իմիջայլոց մի տեսանյութ կա, որ խնդրեմ կարելի է։ Ինչ եք կարծում, գործարան են բացում։ Չեք հավատա, բայց ուղիղ հակառակը։ Երբեմնի հսկա գործարանը վերացրել են ու տեղը առևտրի կենտրոն են բացում։ Եկեք ցույց տամ։ Այդ գործարանը Արաբկիրի կահույքի ֆաբրիկան էր։ Խորհրդային Հայաստանում իր տեսակի մեջ կառուցված առաջին գործարանն էր։ Ըստ արխիվների մի քանի միլիոն ռուբլու կենցաղայինից մինչև գրասենյակային կահույք էր արտադրում։ Գործարանն այնքան մեծ էր, որ ուներ նաև իր սեփական մանկապարտեզը։ Հայաստանի անկախացումից հետո այս գործարանը հազարավոր այլ հիմնարկների նման չնչին գումարներով օտարվեցին, մասնատվեցին եւ դարձան բնականաբար օրվա իշխանության անդամների սեփականություն։ Ու մարդիկ, որոնք այսօր ասում են, թե գյուղում դպրոց կառուցելը թալան է, ճիշտը գործարանն է, երբ իշխանության էին, երբեմնի այս հսկա գործարանը քանդեցին ու տեղը Rio Mall առևտրի կենտրոն կառուցեցին։ Իհարկե կարող եք ասել, երբ կառուցում էիք այս մոլը, գործարան չէր, այլ ավերակ էր, բայց 2018 թվականին ձեր իշխանության պատճառով հանրապետությունում գրեթե բոլոր գործարաններն էին դարձել ավերակ։ Եթե իսկապես կարևորում եք գործարանաշինությունը, մինչև խորհրդանական ընտրություններ փակեք այս մոլը եւ տեղում որևէ գործարան բացեք։ Իսկ դուք, սիրելի քաղաքացիներ, իսվեք այս տեսանյութով, թողեք ձեր մեկնաբանությունները, միայն թե խնդրում եմ առանց վիրավորանքի։ Այսքան բան։ Տեսակ ժողովուրդ ջան։ Լավ է, թող լինեն մոլեր, հարցը դա չի, բայց դու չես կարող մի կողմից մի բան ասել, մի կողմից մի բան անել։ Իմիջայլոց այնտեղից արդարացումներ եղել են, փորձել են արդարացնել, թե բա մենք գործարաններ կառուցում ենք, դուք չգիտեք, կան։ Հա, կառուցեք։ Այս դա ենք ասում։ Դուք խեք եք բերել մցնում մեր աչքը։ Բա մեր պետությունն է, միջավայրը այնպեսի ինչ որ մեկին ատկատ եք տալիս, որ ձեր գործարանը լինի աշխատող։ Կամ կարողանաք գործարանի մեկն ու մեկին կաշառք եք տալիս, չէ։ Միջավայրը նորմալ է, բարենպաստ է բիզնես դնելու համար։ Ահա, շնորհակալություն օրվա իշխանություններին։ Շնորհակալություն օրվա իշխանություններին։ Սա ձեր խոսույթը պիտի լինի, ոչ թե գանք իշխանության, որ գործարան կառուցենք։ Որ գաք իշխանության, դուք իրավունք չեք ունենալու գործարան կառուցել, որովհետև դա լինելու է օլիգարխիա։ Ես սրանք եւ պատասխանել էին, ասում են, դե տեսեք, ինչ ավերակներ էր եւ մենք այդտեղից առևտրի կենտրոն սարքեցինք։ Հա, այդ ավերակներ ո՞նց է դարձել։ Դա է ասում Սիսակ Գաբրելյանը։ Ավերակների վերածվել է 30 տարի ոչինչ չանելու համար։ Հետո վերել ու հանկարծ որոշել մոլ կառուցել։ Դե գործարան կառուցեք։ Չէ, բիզնես տեսանկյունից էլի ավելի շահավետ էր։ Ճիշտ է։ Դե եկեք մեզ մի էլի խոսեցրեք այս իմաստով։ Իհարկե, էլի թեմա կար, բայց ցավոք էս եկեղեցական կոչեցյալները կյանքներս կերան, չենք կարողանում շատ անդրադառնալ։ Ոչինչ, դեռ ժամանակ ունենք։ Եթերում ազատ շփումներ կհանդիպենք։